Արքա քարտապանները մոտ ապագայում կկարողանան արքա քարտերը կիրառել նաև հարևան երկրում՝ Վրաստանում։ Կենտրոնական բանկի աջակցությամբ եւ Արքա ազգային վճարային համակարգի համատեղ կազմակերպած Plus միջազգային ֆորումի ընթացքում կնքված հուշագրի արդյունքն է սա։ Armenian Card-ի եւ Bank of Georgia-ի միջև կնքվեց հեռանկարային հուշագիր, որի իր դերն ունեցավ Ամերիաբանկ ՊԲ-ն, հանդիսանալով հաշվարկային բանկը այս մեր համագործակցության։ Ֆորումի ընթացքում Արքան հուշագրեր կնքեց նաև Էլ-Քարտի Ղրղզստանի ազգային վճարային համակարգի եւ Ուզբեկստանի Հայոց բանկի հետ։ Նպատակը նույնն է՝ փոխգործելի հարմար ու մատչելի փոխանցումներ եւ վճարումներ։ Mastercard եւ UnionPay միջազգային վճարային համակարգերի հետ կնքված հուշագրերն էլ ավելի մեծ հնարավորություններ են ընձեռելու մեր համաքաղաքացիներին։ Մենք հաջորդ տարի շուկայում ունենալու ենք UnionPay Arca եւ Mastercard Arca քարտեր, որոնք որ պետության ներսում աշխատելու են որպես լոկալ քարտեր եւ տնտեսվարողների համար սպասարկվելու են ավելի էժան սակագներով, իսկ նույն քարտով արդեն քաղաքացին հնարավորություն կունենա գնալ պետությունից դուրս եւ կատարել արդեն վճարումներ պետությունից դուրս։ Arca-Pay համակարգը նորույթ է Հայաստանում, որի շրջանակում փոխանցումներն անվճար են, քարտային տվյալներ փոխանցելու կարիք չկա, ամեն ինչ արվում է հեռախոսահամարով։ Այս եւ մյուս Arca QR գործիքներն առաջիկայում ակտիվ սկսելու են կիրառվել մեր երկրում եւ Հայաստանից դուրս։ Arca QR-ը դա հենց այդ սուվերենության մասին է, անկախ վճարային գործիք, որը որ մեր քաղաքացիներին պետք է օգնի հենց վճարումներ կատարել հենց բանկային հաշիվներից, այլ ոչ թե քարտերից, իսկ տնտեսվարողների համար դա շատ ավելի մատչելի է լինելու, քան քարտային վճարումները։ Արքայի կազմակերպմամբ տեղի ունեցող Plus միջազգային ֆորումի շրջանակում այս օրերին Հայաստանում հավաքվել են 15 պետություններից ֆինանսական եւ տեխնոլոգիական ոլորտների շուրջ 400 մասնակիցներ։ Սա տեղական շուկային միջազգային համագործակցության նոր ուղղություններ նախանշելու մեծ հնարավորություն է ընձեռում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։